Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք հայտարարագրման մասին եւ ոչ միայն։ Իսկ իմ հյուրը հաշվապահ Դավիթ Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Ամենասկզբից սկսենք, ինչ ասել է հայտարարագիր, ովքեր պետք է հայտարարագրվեն նոյեմբերի 1-ից հետո։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Մինչև նոյեմբերի 1-ը պետք է հայտարարագրվեն բոլոր գրանցված աշխատողները, այն մարդիկ, ով 20 միլիոն դրամ եւ ավել փոխառություն է ստացել, համայնքային ծառայողները, իրական շահառուները եւ այն մարդիկ, ովքեր վարձակալությամբ ինչ-որ գույք են տրամադրել։ Շատերին հետաքրքրում է այն հարցը գրանցված աշխատող ինչ ասել է, որովհետև հրապարակումների մեջ նաև այսպես է նշվում, որ 2024 թվականին, նաև 2024 թվականին աշխատավարձ ստացողները պետք է հայտարարագրվեն։ Մի փոքր մանրամասնենք այս պահը, էլի, որովհետև շատերին դա է հենց կոնկրետ հետաքրքիր։ Եթե 24 թվականին կամ ինչ-որ մի ժամանակ մարդ ստացել է աշխատավարձ, ուրեմն նա պետք է համարվեր գրանցված աշխատող կամ քաղաքական ծառայություններ մատուցող։ Եթե աշխատավարձ ստացել է ու գրանցված չէ, հենց այս հայտարարագրով արդեն պարզ կլինի, որ կա խախտում։ Այսինքն այնուամենայնիվ մեծ մասին բնակչության չի ստացվի խուսափել հայտարարագրովից։ Ես ճիշտ եմ հասկանում, որտեղ շրջանակը բավականին լայն է, ինչպես դուք նշեցիք։ 700,000 հայտարարատու կա այս տարի, մյուս տարվանից արդեն բոլոր։ Այս տարի կա, թե դեռ պետք է լինի։ Պետք է լինի 700,000 հայտարարատու։ Այսինքն նու կա այդքան հայտարարատու, բայց հայտարարագրերը դեռ այդքան մարդ չի տվել։ Մյուս տարվանից արդեն կլինեն բոլոր հայտարարատու կլինեն բոլոր չափահաս անձինք ու այդ թիվը ավելի մեծ է, էլի։ Ըստ ձեզ, ինչու է հանրության շրջանում հայտարարագրումը խնդիր առաջացրել։ Ինչու են մարդիկ ճակերտավոր ասած բոյկոտում։ Նախ վերջին շրջանում նաև ավելացել է այլ հարկեր, այլ հարկատեսակներ ու ընդհանուր բոյկոտը ոչ միայն հայտարարագրերին է վերաբերվում, այլ ընդհանուր հարկերի թանկացմանը։ Այս պահի դրությամբ շատ մարդ կա, ով իր քարտին վճարումներ է ընդունում եւ գրանցված ոչ մի տեղ գրանցված չի ու հարկ չի մուծում։ Բոյկոտը դրանով է պայմանավորված, որ ստվերային տնտեսությունը վերանում է եւ մարդիկ պետք է սկսեն ավել հարկ վճարել արդեն իսկ արած գործունեության համար, որը պարզ ասած, անկեղծ ասած ոչ մեկին պետք չէ։ Նաև կոնֆիդենցիալության պահն է, ոչ բոլորը կարող են իրենց հայտարարագիրը իրենք լրացնել եւ պետք է ինչ-որ մեկին խնդրեն իրենց բանկային քաղվածքները վերլուծի եւ մուտքերը այդտեղ գրի։ Հավանաբար այդ պատճառով։ Այստեղ նաև մի փոքր բանի վրա կուզենայի շեշտադրում անենք, գուցե եւ շատ մարդիկ պարզապես թաքցնելու բանել չունեն, ուղղակի չեն ուզում հայտարարագրում անել։ Պատճառը ի՞նչն է, ֆինանսական գրագիտության պակասն է, թե պարզապես մարդիկ ուղղակի որոշել են նոր բաներ դրան դեմ դուրս գալ։ Մարդիկ սիրում են բոյկոտել, ցանկացած նոր բան բոյկոտվում է եւ ճիշտ նկատեցիք, շատ մարդ ով ընդհանրապես թաքցնելու բան չունի, ասում է, «Սխի պետք է հայտարարագիր լրացնեմ», բայց եթե մարդկանց բացատրենք, որ եթե դու հարկ վճարում ես ու կարող ես պահանջել ինչ-որ բան պետությունից, պահանջել, եթե մենք լինում ֆիզիկական անձինք լինում են հաշվետու, պետությունը նույնպես հաշվետու պետք է լինի ֆիզիկական անձանց, որովհետև այդ բոլոր հարկերով պահվում է պետությունը։ Այդ միտքն է պետք տալ քաղաքացիներին, որ վճարեք ու պահանջեք։ Հայտարարագրումը նաև այնտեղ վերաբերում էր նվիրատվություններին, Ռուսաստանի Դաշնությունից փոխառություններ, դրամական փոխանցումներ ստացողներին։ Սա եւս մարդկանց շրջանում այսպես բողոքի մի բան է առաջացնում, որ ասենք թե Ռուսաստանի Դաշնությունից ինձ գումար են ուղարկում։ Ես ինչու պետք է դա հայտարարագրեմ։ Մի հատ sense կարծրատիպ կա, նախ այդ 300,000-ների հետ կապված։ Դա կուզենայի մանրամասնեք նաև շեշտեք, որ խոսքը որ դեպքում արդեն պետք է իրենք սկսեն դա հայտարարագրել, ինչ գումարների չափի մասին։ Եթե նվիրատվությունը ու մինչև 300,000, այդ չենք հայտարարագրում։ Դրա նպատակը էր, որ շատ մանր թվեր ցույց չտրվի որպես նվիրատվություն, օրինակ փոխանցումներ, չգիտեմ, ընդմիջման գումար, ծննդի գումար եւ այլն։ Մինչև 300,000, բայց եթե մենք ստանում ենք եկամուտ, այսինքն ինչ որ ծառայություն ենք մատուցում, ինչ որ բան ենք վաճառում, դրա համար պետք է ներկայացվի հայտարարագիր ու այդ թվերը որպես եկամուտ պետք է ցույց տրվի։
այսինքն կապ չունի 300,000 դրամը, որպես 300,000 դրամը եկամուտների հետ կապ չունի, այսինքն միայն նվիրատվությունների հետ կապ ունի։ Հիմա եթե Ռուսաստանից մեզ գումար է գալիս, ուղարկում է մեր բարեկամը որպես մեզ օգնություն։ Եթե 300,000-ից ավելի է, դա հայտարարագրում ենք, ցույց ենք տալիս որպես նվիրատվություն, եթե արդեն մեր ծառայությունների դիմաց է, չգիտեմ, ստե ֆրիլանս աշխատողը Ռուսաստանից գումար են փոխանցում իր ծառայությունների դիմաց, այդ արդեն եկամուտ է, ու այդ պետք է հարկվի։ Այսինքն դա պետք է այնտեղ նշվի, թե դա ինչ է ստացել դու։ Բանկը նաև կտեսնի երևի, թե դա նվիրատվություն է, թե ինչ։ Բանկը կարող է չտեսնել, որտեղ կարող եմ ես դες գումար ուղարկել ու չգրել հիմքը։ Կարող եմ գրել փոխառության վերադարձ կամ կարող եմ գրել նվիրատվություն, նվեր, ու այդ դեպքում բանկը կարող է տեսնել, բայց բանկի գործառույթը չի, ոնց որ հիմա մենք պետք է ներկայացնենք մեր եկամուտները։ Իսկ այստեղ չի առաջանում մեկ ուրիշ խնդիր, որ քաղաքացին գուցեև ճիշտ ձևով ցույց չտա այդ գումարը, վաճառ կանի, բայց դա ցույց տա որպես ձեր նշած նվիրատվություն։ Շատ հնարավոր է ու հենց տենց էլ կլինի, բայց կա ռիսկային գոտիներ։ Նախ ինչ վարչարարություն կա եկամուտների հայտարարագրման չլրացնելու դեպքում, առաջին անգամ նախազգուշացում, երկրորդ անգամ մի ամսվա ընթացքում չտալու դեպքում 5,000 դրամ ու կրկնապատկվում է անընդհատ այդ չներկայացնելու դեպքում, բայց եթե ներկայացնում ենք ու սխալ թվեր ենք ներկայացնում, կարող է սոցիալական ծախսից այդ հնարավորությունից զրկվենք, վարկերի դիմելուց ինչ որ սև ցուցակ լինի ներքին, վարկերի դիմելու խանգարի կամ բացվի ստուգում հարկայինի կողմից եւ գան հասկանան արդեն որ թիվը ինչ թիվ է։ Դրա համար պետք է մաքսիմում ճիշտ ներկայացնել, ազատ, թափանցիկ, բաց։ Հաշվի առնելով մեր հայերից բնավորությունը, մենք սիրում ենք մի քիչ խուսափել եւ շրջանցող բաներ ենք էլի մտածում, այնպես որ հարգելի քաղաքացիներ, այդքան էլ հեշտ չի լինի այս հարցում խաբել պետությանը։ Մանրամասնենք, ինչպես պետք է լրացվի դա, որովհետեւ այստեղ նաեւ էլի գալիս ենք նույն խնդրին ենք բախվում ֆինանսական գրագիտության, գուցեև շատ քաղաքացիներ իրենք ցանկանում են իսկապես հայտարարագիրը լրացնել, բայց պարզապես չեն տիրապետում, ասենք 50 քանի տարեկան, 50 եւ ավելի, ասենք երիտասարդները գուցեև տիրապետում են ժամանակակից տեխնիկային, այսպես ասած, եւ կարող են հեշտությամբ անել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են արդար պարզ այսպես ներկայացնել, բայց չգիտեն ինչպես, ով պետք է նրանց օգնի, ինչպես պետք է դա արվի։ Նախ պետք է ունենան ID քարտ։ Եթե ID քարտ ունեն արդեն, որը չիպով է, կան սարքեր, card reader, որով կարող են ստորագրել այդ հաշվետվությունը։ Եթե ոչ, պետք է անցնեն մոբայլ նույնականացում։ Գնում են բջջային օպերատորի մոտ, ասում են ինձ բջջային նույնականացում տեղադրեք, ապա մուտք են գործում հարկայինի էջ, ստանում են նախ էկենգով ակտիվացնում են իրենց ստորագրությունը, որը անվճար է այն ժամանակ, մինչև այս վերջին փոփոխությունները 3000 դրամ էր ակտիվացնելը, բայց պետությունը այդ 3000 դրամը հանեց, մտնում են հարկայինի էջ, արդեն ստանում են ՀՎՀ համակարգի միջոցով։ Էդ էլ մի քիչ հեշտացե, քանի որ մինչ այս մարդ պետք է գնար հարկային, դիմում գրեր, ընդդեմ այդպես թուղթային, այդ թղթի մեջ գրված էր ՀՎՀ, հասցե եւ այլն։ Հիմա համակարգը մի քանի վայրկյանի ընթացքում ստանում է ՀՎՀ-ն ու ֆիզանձը արդեն ունի ՀՎՀ եւ բերում է հաշվետվության տեսքը։ Հաշվետվությունում նշված են եւ եկամուտները, եւ նվազեցվող եկամուտները, եւ նվիրաբերություն, փոխառություններ ստացած, վարկեր եւ այլն։ Այսինքն միևնույնն է ժամանակակից տեխնիկայի միջոցով է, ժամանակակից այսպես ծրագրերի միջոցով է հնարավոր լրացնել։ Չկա մի կառույց, որտեղ որ մարդը կմոտենա իր ID-ով, կասի խնդրում եմ իմ հայտարարագիրը լրացրեք։ Պեկը կարող է օգնել մեթոդական ցուցումներով, բայց թղթային տարբերակ չկա, այսինքն թղթային տարբերակով։ Մեկ պատողանի սկզբունք չկա, այսպես ասած։ Այո։ Կարող են դիմել մասնագետներին, հիմա քանի որ ակտուալ է թեման, եւ մասնագետներն են արդեն շատ, ովքեր կարող են օգնել լրացնել։ Ստե այդ կոնֆիդենցիալության հարցն է, որ մարդը պետքա վստահի քեզ, որ ինքը քեզ տա իր բանկային քաղաքացիները, որպեսզի մուտքերը նայես ու գրես։ Այդ դեպքում դու ամբողջ եւ մուտքերն ես նայում, եւ ելքերն ես նայում, եւ պետք է վստահություն լինի մարդկանց մոտ։ Միջազգային փորձից խոսենք, քանի որ երևույթը այնքան էլ նոր չէ, բայց համատարածության առումով նոր պետք է այսպես ներդրվի։ Միջազգային փորձը ինչ է ցույց տալիս, ինչ է տալիս ֆիզանձանց հայտարարագրումը պետություններին։
Շատ երկրներում կա հայտարարագրման գործընթաց, Ամերիկայում 1920-ականներից սկսած մարդիկ արդեն հանձնում են եվրոպական երկրներում, Վրաստանում, Ղազախստանում, որ կա այդ համակարգը ներդրված։ Եվրոպական երկրներում մի քիչ ավելի շատ են բացառությունները, ովքեր չպետք է հանձնեն։ Ամեն երկրում ինչ որ նյուանս կա, միտեղ օրինակ թոշակառուները եւ ուսանողները չեն հանձնում, կամ Ամերիկայում կամ եվրոպական երկրներում կա լիմիտ տարեկան, օրինակ 13-14000 չգերազանցող աշխատավարձող մարդիկ չեն հանձնում, բայց եթե այդ նայում ենք, բաժանում ենք ամիսների, ստացվում է ամիսը $1000, իսկ այդ երկրների համար ամիսը $1000 մեծ թիվ չի որպես աշխատավարձ, այսինքն մեծ մասը էլի ընկնում են հայտարարագրման տակ։ Ինչա տալիս, երբ որ հանրությունը թափանցիկ է աշխատում, հանրությունը վճարում է հարկեր, կարող է այդ նույնը պահանջի պետությունից։ Հիմա մենք բոլոր քաղաքացիները հարկ վճարող են, բոլոր, նույնիսկ եթե մենք խանութից ոչ մի տեղ չենք աշխատում, ոչ մի հարկ, այսպես ասած, չի մուծվում, բայց մենք եթե խանութից առնում ենք ապրանք, դրանով իսկ մասնակցում ենք պետության կառուցմանը, որովհետև այդ ԱԱՀ-ն վերջնական վճարողը ֆիզիկական անձն է։ Հիմա եթե մենք լինենք թափանցիկ ու մենք աշխատենք մաքուր, թեկուզ մի քիչ շատ հարկ վճարելով, մեկը գումար աշխատելու են մարդիկ, հարկը կլինի թանկ, մի քիչ կլինի ավելի ծառայությունը եւ ապրանքը թանկ, կլինի գնաճ, որը հիմա արդեն կա գնաճը, բայց դա կտանի զարգացման։ Եթե տենց իրան վատ չվերաբերվենք, էլի որպես դե ասենք դե լավ պետությունը խի պետք է իմանա։ Մեկը պետությունը կարա իմանա ցանկացածի եւ բանկի քաղվածքը կարա վերցնի, ամեն ինչ կարա իմանա, ստե արդեն կամավորությունն է, որ դու ես ներկայացնում, ներկայացնելուց պետք է ճիշտ ներկայացնել, որովհետև այդ պարզելը ընդհանրապես բարդ չի։ Սոցիալական ծախսի ծրագիրը ներդրեց պետությունը, որ ավելի շահագրգռի մարդկանց, ձեր ասած կամավորության սկզբունքով հայտարարում անեն, թեպետև դուք արդեն նշեցիք, որ եթե ոչ կամավոր ձևով էլ, ասենք կամավորությունը չլինի, միևնույն է պետությունը մեխանիզմներ արդեն մշակել է, այսպես ասած, որ ձեզ բերի այդ դաշտ, քաղաքացուն բերի այդ դաշտ։ Ինչ ծրագրի մասին է խոսքը, որ դեպքում է վերադարձ լինում եւ արդյոք ինչ է կարծում, սա կստիպի, որ ավելի շահագրգռված լինեն մարդիկ հայտարարումը կամավոր անելու եւ ոչ թե բռնությամբ ճակերտավոր ասած։ Կստիպին լավ բառ չի, կշահագրգռի, որ ավելի տան, փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր թաքցնելու բան չունեին, ու իրանց է բաժանենք մասերի, ով օգտվում է սոցիալական ծախսից, ով չի օգտվում սոցիալական ծախսից։ Այն մարդը, ով թաքցնելու բան չունի ու սոցիալական ծախսից կարող է օգտվի, իրանք շուտ կազմակերպում են ու այդ հայտարարագիրը տալիս են, քանի որ կարող են փոխհատուցել, հետ վերադարձնել կրթական վճարները, առողջապահական վճարներ, ընդհանուր 100,000-ի սահմաններում առողջապահության մասով 50,000, կրթության մասով 100,000, բայց ընդհանուր այդ սոցիալական ծախսերի հանրագումարը 100,000-ը չպետք է գերազանցի, այսինքն կամ 50-ից, կամ 100 կրթություն։ Այդ քայլը լավ քայլ է, քանի որ ոչ միայն մարդկանց շահագրգռում են հանձնել հայտարարագիրը, այլ նաև օրինակ ինչ-որ ատամնաբուժարանի ապահովագրության ծախս, որը ատամնաբուժարանում ծախսարել են, այդ հնարավոր է հետ վերադարձվի, այսինքն այսօր ատամնաբուժների մոտ էլ է շարժը ավելանում ու բիզնեսը մի քիչ զարգանում է, ճիշտ է, հիմա կասեն 50,000-ը շատ մեծ բան չի, թիվ չի, որպեսզի մենք հանձնենք, ծառայության գումարների չափը։ Բայց եթե գլոբալ նայում ենք, պետությունը այդ ամեն 100,000-ը շատ մեծ թիվ է ստացվում ինք։ Ու եթե պետությունը մի կողմից այդ լավ քայլը անում է, որ մարդիկ հայտարարագիրը լրացնեն, X մասսայի համար, ով որ լավ հարկա վճարում ու մաքուր ապրում է, այն մյուսներին, ով որ ճիշտ չի ապրել հարկային կյանքով, իր հարկային կյանքը լավ չի եղել, սխալ է եղել, այդ մարդիկ տուժում են, քանի որ իրենք գումար աշխատել են, հարկը չեն վճարել։ Ես կողմ եմ հարկերի վճարմանը, բայց եւ կողմ եմ պետության այդ հարկերից առաջացած եկամուտի ճիշտ օգտագործմանը։ Եթե մենք վճարենք, եթե մենք մեր հասարակությունը դառնա նենց պահանջող հասարակություն ու հասկացող պահանջող հասարակություն,
երկիրը հնարավոր է զարգանա։ Բնականաբար, դա նաև ատամնաբուժների մոտ գուցե որոշակի խնդիր առաջացնի, որովհետև մարդիկ հիմա արդեն կսկսեն կտրոններ պահանջել, սա բնականաբար նաև նրանց հարկումը կավելացնի ատամնաբուժների, բայց քաղաքացին բնական է դրանից որոշակի այսպես եկամուտ կունենա, շահ կունենա, ինչ էլ չլինի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ գնում ենք նրան, որ բոլորը պետք է պարզ եւ մաքուր աշխատեն հարկային դաշտում։ Ամեն դեպքում, ինչպես դուք նշեցիք, պետության զարգացումը այդ գումարներով է պայմանավորված։ Քանի որ խոսեցինք մարդկանց հարկային դաշտ վերելուց եւ բացի դրանից նաեւ սոցիալական ծախսերից, որ քաղաքացիների օգտին է, մի վերջերս, եթե հայտարարումից մի կողմ անցնենք, վերջերս մի փոփոխություն էլ արվեց, մինչեւ 1 միլիոն դրամ ահնուսալի վարկ ունեցողների համար էլ պետությունը որոշակի այսպես արտոնություն մտածեց, որ նրանց եկամտահարկը ուղղվի այդ պարտքի մարմանը, այսպես ասած։ Սա էլ դրական է այն առումով, որ այդ մարդկանց աջակցում ենք, բայց նաև այն պարտաճանաչ քաղաքացիների շրջանում գուցե որոշակի այսպես դժգոհություն առաջացնի, որ բա ինչու մեր պարտաճանաչ վճարած գումարները մեր ինչ որ անձնական ծախսին չեն ուղղվում։ Արդար է, բայց նաև արդար է պետության արածը։ Հիմա նույնն է, մենք կապանում վճարում ենք հարկեր, բայց պետությունը սուբսիդավորում է մատնես ծրագիր, որ կապանի, չգիտեմ, 30,000 բնակչին այդ պետք չի այդ պահին, հիմա օրինակ չի օգտագործում կապանցին, չգիտեմ, ավտոբուսներ։ Արդար է, բայց պետության մակարդակով, որտեղ մեր քաղաքացիներն են։ Հիմա մարդիկ ծանր ինչ-որ շրջան են ապրել ու ունեցել են նենց վարկեր, որը չեն կարացել փակեն։ Այդ մի ազգ, մի բռունցք, մի ուժ, գաղափարի շուրջ, եթե հավաքվենք, հա, էլի մեր քաղաքացիներն են։ Հիմա եթե 100,000-ը, 100,000-ից ավել չի կարող օգտվի X մարդ։ Եթե ընդհանուր այս հավաքագրված հարկերից պետքա ինձ թվում է այն մարդկանց համար, ում վարկերը որ պետքա փակվի, ավելի պատասխանատու կլինի հաջորդ անգամները, որտեղ կհասկանա, որ այդ գումարները տվել է ոչ թե պետությունը իրան, այլ մնացած քաղաքացիները, ոնց որ ստացվում է, ընկերները օգնել են իրան։ Իսկ գուցե հակառակ գործընթացը տեղի ունենա։ Հնարավոր է։ Մտածեն, որ դե լավ է իմ համար անում են։ Լինելու է այտենց, այդ Բայց սա ես կարծում եմ պետությունը նաև այլ բանի համար է արել, որպեսզի ստվերում աշխատող քաղաքացիներին բերի հարկային դաշտ։ Նաև ընդհանուր գաղափարն է հենց այդ։ Իսկ պետության ընդհանուր այդ խնդիրներից մեկը ստվերը վերացնելն է, ու չեն կարող վերացնել, տենց ցանկացած երկրում ստվեր կա, բայց քչացնել։ Ընդհանուր, հա։ Դուք նշեցիք, որ բողոք է առաջացնում նաև շրջանառության հարկի այդ հարկային փոփոխությունների հետ կապված, մասնավորապես ՓՄԶ-ների շրջանառության հարկ, ՓՄԶ-ների համար շրջանառության հարկ սահմանել եւ այլն։ Մի փոքր մանրամասնենք, էլի, ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություն է տեղի ունեցել եւ ինչու են մարդիկ բողոքում, էլի։ Գանք սկզբից։ Ի սկզբանե եղել է երկու հարկային համակարգ՝ հատուկ եւ ընդհանուր։ Ընդհանուրը դա ԱՀ-ն եւ շահութահարկն են։ Հատուկը դա միկրոձեռնարկատիրություն եւ շրջանառության հարկ։ Հատուկ հարկման համակարգի նպատակը եղել է, որ մարդիկ նոր սկսում են բիզնես ու իրանց հարկը շատ քիչ է, մինչև 24 միլիոն դրամ միկրոձեռնարկատիրության դեպքում ու 115 միլիոն դրամ շրջանառության հարկի դեպքում։ Նպատակն է, եթե մենք ունենում ենք 110 միլիոն շրջանառություն, ուրեմն մենք արդեն հատուկ հարկման համակարգից պետք է դուրս գանք։ Իսկ ինչ էին անում մարդիկ, 110 գալիս էին, փակում այդ մի ֆիրման, բացում երկրորդ ֆիրման ու էլի տենց մի 100 գալիս ու պետությունը հասկանում է, որ ճիշտ չի օգտագործվում իր տված արտոնությունը, որտեղ ինքը արտոնություն է եղել ի սկզբանե։ Պետությունը հասկանում է, խափում են։ Հա, ու նույնը 24 միլիոն շրջանառության դեպքում, երբ որ մարդ կարող ունենա 5 կազմակերպություն, 5-ն էլ աշխատում էր միկրոյով ու տենց 100 միլիոնի չափով ունենար շրջանառություն, բայց դրանից չմուծեր ոչ մի հարկ։ Հիմա ինչն է խնդիրը այս պահին։ Երևանում դեռ 24 թվականին Երևանում առևտրի կետերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ որպես չէին կարող հանդիսանալ։ Այսինքն իրանք աշխատում էին շրջանառության հարկով, 5% հարկով, բայց մարզերում թույլատրվում էր առևտրական գործունեություն միկրոձեռնարկատիրության շրջանում։ Մարդը հիմա մինչև 24 միլիոն շրջանառության դեպքում բոլոր հարկերից ազատված էր, շրջանառության հարկերից, էլի։ Այս տարի փոխեցին,
եւ բոլոր խանութները, բոլոր այլևս առևտրով զբաղվողները չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Այսինքն, նրանք պետք է համարվեն շրջանառության հարկ վճարող եւ վճարեն հարկ, բայց արդեն ոչ թե 5%, հիմա պետք է վճարեն արդեն 10%։ Խեն բոյկոտում, որովհետեւ 0-ից մարդը չէր վճարում ընդհանրապես հարկ ու միանգամից իր մոտ առաջանում է 10% վճարելու պարտականություն։ Ու 10% հանած նվազեցումները, հիմա եթե մենք բոլոր ամբողջ մեր խանութի ապրանքը ստանանք փաստաթղթով, մենք կվճարենք 1% հարկ, որը տենց քիչ է, բայց ես չեմ կանխատեսում, որ այդ մի 2 տարվա ընթացքում մենք կարող ենք այդ դրան հասնել, որ մարդիկ ամբողջը փաստաթղթերով կլինի։ Եթե փաստաթղթերով լինում է, ասում են դե թանկ են փաստաթղթով տալիս։ Այդ աստվերը։ Հիմա այսօր եթե մենք խանութում ունենանք չփաստաթղթավորված ապրանքներ, այսինքն ուղղակի ինչ որ մեկից վերցրել ենք, դա արդեն տուգանք է։ Բայց սա նաև այն շատ փոքրիկ, ես համաձայն եմ ձեր հետ, որ ստվերից ահագին բիզնեսներ դուրս են գալու մեծ թվով, որոնք որ իսկապես արժանի են հարկ վճարելուն, բայց կան նաև շատ փոքրիկ միկրոձեռնարկություններ, փոքրիկ բիզնես ունեցողներ, որոնց եկամուտը գուցեև ամսական 100-ից 200,000 դրամ կազմի, բայց իրենց համար այսպես գուցե հաճույքի համար են նրանք այդ բիզնեսը պահում, գուցեև իսկապես դա նրանց անհրաժեշտ է, չգիտեմ, զբաղմունք է եւ այլն։ Այստեղ այդ ընդհանուրի տակ դնելու բանում արդյունքում նաև դժում են այդ շատ փոքրիկները ու բնականաբար նաև քաղաքացին է դժում, որովհետև օգտվելով առիթից, անկախ նրանից պետք է թե պետք չէ, այդ ծառայությունների գումարները բավականին կավելանան։ Միշտ կա այդ ռիսկը, որ արդար չի ինքը լինելու բոլորի համար։ Այսինքն կա, որ այդ նույնն է, որ պատերազմի ժամանակ կամ պետքա 1000 հոգի զոհվի կամ 50,000 հոգի զոհվի։ Հիմա ցանկացած պարագայում սխալ է 1000 հոգուն զոհելը, բայց եթե ընդհանուր մեծ բանի համար է, երկուսից պետք է ընտրել, ելնա չարիքներից փոքրագույնը։ Հիմա այդ մարդկանց համար վատ է, իրոք վատ է, բայց արդեն օրենքները տենց են։ Չգիտեմ ինչ կսահմանվի, կարող է ինչ որ արտոնություններ սահմանվեն, կարող է օրինակ ինչ որ մի բան փոխվի, եթե ժողովուրդը պահանջի ու պահանջը լինի ռեալ։ Եթե հիմա դուք աշխատում եք 100,000, ես աշխատում եմ 1 միլիոն, մենք իրար հետ գնանք բոյկոտենք, արդեն ձեր ասածը չի հասնելու տեղ, որովհետև ես 1 միլիոն փող եմ աշխատում, իսկ զրույցը գնում է օրինակ 100,000 դրամի մասին։ Հասկանալի է, բայց կարծեմ որոշակի արտոնություններ սահմանել են, չէ՞, ինչ որ այնտեղ, եթե չեմ սխալվում, փոքր բիզնեսի համար որոշակի արտոնություններ կան այս բանի գործով։ Հիմա կան գործունեության տեսակներ, որը ձեր ասած, եթե տենից ինքը իր համար զբաղվում, օրինակ դերձակա, այդ մարդը կարա միկրոձեռնարկատեր լինի դեռ, կամ չգիտեմ, ուղևորափոխադրում անում, գնում գալիս է, ինքն էլ կարա միկրոձեռնարկատեր լինի։ Շրջարկ վճարողների համար կար արտոնություն, որ միայն այս երամսյակի համար էր ու պետք է ներկայացնեին մարդիկ գույքագրում, ներկայացնեին ինչ ապրանք ունեն հստակ էլեկտրոնային տարբերակով, մեկը պետք է ունենան այդ գույքագրումը, բոլոր խանութները, բոլոր ապրանք ունեցող մարդիկ պետք է տարվա սկզբով ունենան իրանք ինչ ապրանք են ունեցել ու ինչ ապրանք, եթե այս ընթացքում սկսեն կար շուկայից ձեռքբերում հասկացությունը, երբ որ շրջանառության հարկով աշխատողը կարում էր ցույց տար, որ ինքը շուկայից գնաց է առևտուր արել, բերել է իր խանութում ծախում է, հիմա այդ ու հարկ չկար, հիմա 20% հարկ է, եթե մենք շուկայից ձեռքբերում ենք անում, էլի չեն կարող տնտեսվարողները ինչ որ թղթաբանությամբ բերել ապրանքները լրացնել։ Այսինքն այստեղ ստացվում է, որ արհեստով զբաղվողների համար գուցե դեռևս շարունակի այդ, ինչ որ բան արտադրողների համար, այսպես ասենք, էլի, ոչ թե վերավաճառողների համար։ Եթե բարձ մաչելի լեզվով բացատրենք քաղաքացիներին։ Եթե մենք արտադրություն ենք անում, օրինակ մոմեր ենք սարքում, օրինակ տորթ ենք թխում, всё, այդ կարա համարվի միկրոձեռնարկատեր ու 24 միլիոն պետքա կարա աշխատի։ Հիմա շատ մարդ չգիտի այդ պարզապես, դա է խնդիրը մեր։ Էլի գալիս ենք նույն ֆինանսական գրագիտության ենք բախվում, որ մարդիկ պարզապես չգիտեն, որ ոչ բոլորն են դրա տակ ընկնում։ Հիմա մարդիկ փող են ստանում, մենք տենց առանց անուններ նշելու, բայց ընդհանուր երևույթը տենց է։ Մարդը փող է ստանում ու տենց զբաղվում անենց գործունեությամբ, որը կարա միկրոձեռնարկություն լինի։
բայց ֆիզանձով գումարները ստանում է։ Ու հիմա ասում է, բա ոնց հայտարարագրեմ։ Արի ԱԾ բացի, ԱԾ-ով այդ գումարները ստացի ու հանգիստ քո համար ապրի։ Ասում է, չէ, դե տենց ԱԾ բացել է, ԱԾ բացեմ ինչ անեմ։ Այդ ֆինանսական գրագիտության բացակայությունն է։ Նպատակը այդ կա։ Հովանեսյանը, եթե ընդհանուր այսպես խոսելու լինենք, այս բոլոր խնդիրները, դժգոհությունները ինչից են առաջանում։ Ֆինանսական գրագիտության պակասից, թե մի հասարակություն, որը չի սիրում պարզապես օրենք պահել կամ փոփոխություն։ Երկուսն էլ։ Եթե ֆինանսապես մարդիկ լինեն գրագետ, արդեն կբերի նրան, որ նրանք կուզեն հարկ վճարեն։ Խնդիրը հենց ֆինանսական գրագիտությունից սկսվում է, որտեղ մենք ֆինանսապես գրագետ չենք ու կապ չունի մեծ բիզնեսմեն, փոքր բիզնեսմեն կամ պրոստը ինչ-որ մի հատ աշխատող մարդ, այդ ֆինանսական գրագիտությունը չենք պահում ու ճիշտ չենք ապրում այդ աշխարհում։ Պետք է այդ ուղղել։ Ինչու։ Ինչու ուղղել։ Այո։ Նախ ֆինանսական գրագիտության դեպքում մարդը իր եկամուտները կարող է ավելացնել միշտ։ Եթե լինի ճիշտ, եթե տենց չանձնվի, չապրի շատ վիդեոներ կա, շատ ինչ-որ տեսություններ կա, որ օրինակ պետք է հավաքել, չգիտեմ, 20%-ը ամեն աշխատավարձից 20%-ը պետք է պահել։ 2 ամիս պահում են, հետո տենց ծախսում, ասում են դե չէ, տենց սուտ բան է մեկա չի լինում, պետք է շատ փող ստանաս։ Տենց չի։ Պետք է համընդհանուր մի հատ այդ գումարը ինչպես են աշխատում, ինչպես են հետ գցում, ինչպես են ծախսում, հենց ծախսելը ամենակարևորը, պետք է վերահսկել ու լինել ֆինանսապես գրագետ, որովհետև այսօր գումարը շատ հարց է լուծում, այդ ոչ մեկ ինձ բան չի անելի, չի ուղղի։ Իսկ այդ գումարը ճիշտ օգտագործելու համար մենք պետք է հասկանանք ինչ է գումարը, ոնց է գալիս գումարը ու ոնց է գնում գումարը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք ֆինանսապես գրագետ։ Մենք պետք է նախ եւ առաջ հասկանանք, որ միանգամից չեն հարստանում։ Ես կարծում եմ, որ մեր բիզնեսմեններ չեմ կարող համարել մեծ մասամբ այսպես տնտեսվարողներին, որովհետև ոչ բոլորը ունեն այդ բիզնես մտածողությունը, գուցե կարողam ինչ-որ փող աշխատել, չգիտեմ ինչ ձևով, բայց բիզնեսմենը ինքը հատուկ կատեգորիա է, էլի ձեր ասած ֆինանսապես գրագետ մարդն է։ Ինչ անենք այդ գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Պետք է վիրուսային տեսանյութեր ունենանք, վիդեոներ ունենանք հեշտ, որ մարդը պատկերացնի ու մարդուն պարզ հասարակ ձևով բացատրենք, որը ինչ է։ Պետք է լինի միջոցառումներ, պետք է հրավիրված մասնագետներ լինեն, պետք է դրսից, ոչ միայն մայրաքաղաքից, այլ նաև արտերկրից մեր լավ մասնագետներ, լավ հենց հայեր, հենց Կապանի բնակիչներ, Սյունիքի բնակիչներ, ով որ լավ մասնագետ է, գա ու քննարկումներ անի, ինչ-որ սեմինարներ անի, մաստեր կլասեր անի, ու տենց կարող ենք անընդհատ հանրությանը բացատրելով հենց այս հայտարարագրերի վրա էլ տենց քանի ակտուալ է ինքը, հայտարարագրերի պահով կարող ենք արդեն մեր համար ավելի հեշտ կլինի մարդկանց բացատրել, որը ինչ է։ Որտեղ մարդուն կասենք, որ նվիրատվությունը էսա, վсё, եթե նվիրատվություն եկավ, նվիրատվություն տերմին ինքը կհասկանա, թե չէ, հիմա ինչքան էլ ՊԿ վիդեոներ դնում է, տեղեկատվական հանդիպումներ ունենում են, մեկը մարդկանց համար բարդ է, որտեղ բացում են էջը մի 20 տերմին է գրած, այտենց ասում է լավ է, դե նա կտամ քերուս հարսը կլրացնի խոսքի, ու վсё։ Դա նորմալ է կարծում եմ, որ ոչ բոլորը կարող են այդպես տիրապետել, ոչ բոլորը այդ գրագիտության բարձր մակարդակը կարող են ունենալ, բայց այնուամենայնիվ նվազագույն ֆինանսական գրագիտությունը չի խանգարում, որպեսզի չբոյկոտենք այն կարևոր քայլերը, որոնք որ արվում են պետության զարգացման համար, եւ այսպես թե այնպես մի օր պետք է մենք հաշվետու լինենք ոչ միայն մեր առջև, այլ նաեւ պետության առջև։ Վերջի վերջո պետությունը մեր տունն է եւ այսպես անձերի բանով չի էլի կառավարում ամեն ինչը ձեր նշած պետք է ամեն ինչ այսպես միավորվենք իսկ հեռուստատեսությունները ինչ ունեն այդ ուղղությամբ անելու հաղորդաշարեր նոր պետքա բոլոր հեռուստաընկերությունների մասին ենք խոսում պետքա ավելի ակտուալ ավելի պարզ լեզվով ավելի մարդկանց հասանելի տեքստերով հաղորդումներ, որը կբացատրի, հենց ինչ է ֆինանսական գրագիտությունը, կունենան վիդեոների շարք, որը կարող են նաև մեդիա տիրույթում տարածել, միայն հեռուստաընկերությունը չէ, իսկ նույն Facebook, Instagram, TikTok-ով լինի մարդիկ բացատրեն ու ինչքան շատ մարդ ներգրավի այդ դրա կրթության մեջ,
Իսկ պետք է նաև դասընթացներ անել 2-3 օրյա, օրինակ ինչպես է լրացվում հայտարարագիրը ու այդ պետք է լուսաբանվի այդ մի քաղաքի փորձով կարող ենք մնացած քաղաքներում եւ մնացած մարզերում ու ընդհանուր երկրում անել փոփոխություն։ Հիմա մենք Սյունիք TV-ի հետ կունենանք համագործակցություն եւ կունենանք վիդեոների շարք, որը այս վերջին հարկային փոփոխությունների հետ կապված բիզնեսի նույն այնց շրջանառության հարկի վերաբերյալ շատ հարցեր կան, շատ բաց տեղեր կան, որ մարդիկ պարզապես տեղյակ չեն։ Այդ իսկ պատճառով եկավ անհրաժեշտությունը ունենալ վիդեոների շարք եւ ընթացիկ հարկային համակարգի վերաբերյալ, ինչ է հարկը, ինչու ենք վճարում հարկ, ինչ գործունեությամբ զբաղվելու դեպքում ինչ հարկատեսակ կարող ենք ընտրել եւ ընդհանուր եկամուտների հայտարարագրման հետ կապված։ Մենք ունենանք այդ տեսանյութերի վիդեոների շարքը եւ ինձ թվում է ինչ-որ մի բան կփոխվի դրանից հետո։ Շնորհակալ ենք շատ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Կարևորի մասին հաղորդաշարներ եթերում այսօր մենք խոսեցինք հայտարարագրումից, ֆինանսական գրագիտությունից եւ ոչ միայն իսկ հիմնուրը հաշվապահ Դավիթ Հովհաննիսյանն էր։ Հաջողություն։